Հենրիխ Մխիթարյանին ճանաչում են ամբողջ աշխարհում։ Նրա շնորհիվ շատերն էլ ճանաչեցին Հայաստանը։ Աշխարհահռչակ ֆուտբոլիստի կարիերան այնքան հարուստ է նշանակալի գոլերով, որ լուսանկարները մշտապես հեղինակավոր լրատվամիջոցների առաջին էջերին են։ Բայց կար ժամանակ, երբ ֆուտբոլով քիչ հետաքրքրվողները նրան այդքան էլ լավ չէին ճանաչում։ Նրանցից մեկն էլ լուսանկարիչ Մհեր Հովվյանն էր։ Նա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի համար գովազդային ֆոտոշարք էր պատրաստում։ Լուսանկարում էր ֆուտբոլիստներին առանց իմանալու, որ նրանց շարքում է նաև Հենոն։ Ընդմիջան ժամանակ տղաներին խնդրեցի, որ կանգնեք, ինչ-որ մի հատ ֆոտո անեմ ձեզ թիմային։ Հենրիկը այդ պահին չկար։ Հենրիկին չէր ճանաչում։ Տենց ֆոտոն արեցի, հետ եմ ասում, որովհետև հետագայում շատ ափսոսում էի, որ Հենոն չկար այդ ֆոտոյում, որովհետև ինքը շատ տեղերով լուսաբանվում էր, որտեղ Հենոն չկար։ Մհերը ֆուտբոլի դաշտում լուսանկարեց պարզապես գնդակով զվարճացող ֆուտբոլիստի, միայն օրեր անց բացահայտեց, թե ով էր իր ֆոտոխցիկի թիրախը։ Բայց առանձին մի քանի ֆոտոնով էլի արեցի, Հենոն եկավ, տենց նկարել էի, այդ պահին էլ չգիտեի ինքը ով է։ Ու մի օր տենց նստած եղբայրներով ֆուտբոլ ենք նայում, ու տենց ախպերներից մեկը սենց ասում, Հենո ջան, բան առաջ բան։ Ասում եմ, այստեղ են նորը ստուդիայում էր, նկարում էի, ով է, բա Հենոն է, Հենոն չգիտես։ Իսկ լուսանկարը Հայաստանի օլիմպիական կոմիտեի հայտարարած մրցույթում ճանաչվեց լավագույնը։